Welcome to Infocom. I am Tigran Grigoryan. Բարի գալուստ Infocom։ Ես Տիգրան Գրիգորյանն եմ եւ այսօր մեր հյուրն է Նյու Յորքի համալսարանի քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր Ադամ Պրժևորսկին, ով ճանաչված է որպես ժողովրդավարության առաջատար մասնագետներից մեկը աշխարհում։ Պրոֆեսոր Պրժևորսկի, մեզ համար իրապես մեծ պատիվ է ձեզ հյուրընկալելը։ Եվ բնականաբար այսօր մենք կխոսենք ժողովրդավարության եւ ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերների մասին, գլոբալ առումով, բայց նաեւ աշխարհի առանձին վերցրած մասերում։ Այս զրույցը կսկսեմ ժողովրդավարության ձեր հայտնի սահմանման մասին հարցով։ Դուք ինչպես հայտնի է ժողովրդավարությունները սահմանում եք որպես համակարգեր, որտեղ գործող իշխանությունները պարդվում են ընտրություններում։ Հայաստանը նոր ձևավորվող ժողովրդավարություն է։ Կարելի է պնդել, որ Հայաստանը ժողովրդավարական անցում է իրականացրել 2018 թվականին Թավշյա հեղափոխությամբ, եւ այն գտնվում է ժողովրդավարության կոնսոլիդացիայի գործընթացում։ Որոնք են այն նախապայմանները այս նոր ձևավորվող ժողովրդավարությունների համար, որոնց պարագայում գործող իշխանություններն պատրաստ կլինեն պարտվել ընտրություններին։ Well, there's a long line of research on this topic. Դե գիտեք, այս թեմայի վերաբերյալ կա երկարամյա հետազոտական աշխատանք, որը հիմնականում հանգում է երկու գործոնի։ Մեկը երկրների հարստությունն է կամ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, ինչպես ես եմ սահմանում ժողովրդավարությունը, դրա կայունության մասին ամենացնցող բացահայտումներից մեկն այն է, որ այն երբեք չի կործանվում այն երկրներում, որոնք ունեն բավականաչափ բարձր մեկ շնչին բաժին ընկնող եկամուտ։ Եվ մյուս ասպեկտը սովորելն է, այսինքն, երբ որևէ երկրում մի քանի իշխանափոխություն է տեղի ունենում ընտրությունների միջոցով, բոլորը սովորում են, որ նրանք կարող են պարտվել հիմա եւ վերադառնալ ապագայում, այսինքն շատ բան վտանգված չէ։ Սրանք իսկապես այն երկու հիմնարար գործոններն են, որոնց մասին մենք գիտենք։ Տարբեր մարդիկ հավելյալ գործոններ են ներկայացնում, բայց դրանք այնքան էլ կարևոր չեն։ Սա իսկապես լավ ապացուցված է։ But they don't matter very much. This is really well established. Yeah, so coming to your second point. Անդրադառնալով ձեր երկրորդ կետին, սովորելու եւ քաղաքական դերակատարների մասին, որոնք համոզված են, որ իրենց հետ արդար կվարվեն ապագայում։ Ես հարց ունեմ անցյալի հետ առնչվելու մասին։ Քանի որ այս համակարգերը, որտեղ տեղի են ունենում ժողովրդավարական անցումներ, սովորաբար ունենում են շատ դժվար անցյալ կապված կոռումպացված քաղաքական գործիչների, մարդկանց հետ, ովքեր գուցե անցյալում յուրացրել են իշխանությունը։ Եվ երկընտրանքը միշտ կայանում է արդարության եւ ժողովրդավարության ամրապնդման հեռանկարների կամ հակառակ ընտրության միջև։ Այսպիսով, հաշվի առնելով ձեր փորձը այս ոլորտում եւ ձեր ակադեմիական աշխատանքը, ո՞րն է ճիշտ ընտրությունը։ Արդյոք հասարակությունները պետք է ընտրեն արդարությունը, այսինքն փորձեն պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր անցյալում որոշակի հանցագործություններ են կատարել կամ եղել են կոռումպացված քաղաքական գործիչներ, թե պարզապես պետք է մոռանան անցյալի մասին եւ սկսեն զրոյական կետից։ Well, this is a complex issue. Դե գիտեք, սա բարդ հարց է, որը վերջերս կրկին օրակարգ բերվեց Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոյի դատապարտմամբ, եւ դա բարդ հարց է երկու պատճառով։ Մի կողմից, պատժելով ղեկավարներին, ովքեր անցյալում կատարել են բոլոր տեսակի հանցագործություններ կամ իրավախախտումներ, դաս է տալիս բոլոր ապագա ղեկավարներին, որ քանի դեռ նրանք չեն ենթարկվում որոշակի նորմերի եւ օրենքների, նրանք կպատժվեն։ Մյուս կողմից, դա նրանց կդրթի ամեն գնով կառչել իշխանությանը։ Նրանք կմտածեն, որ իշխանության կորուստը նրանց վտանգի տակ կդնի եւ հետեւաբար նրանք բոլոր օրինական եւ ապօրինի միջոցները կգործադրեն իշխանության մնալու համար։ Այսպիսով սա իր դրական եւ բացասական կողմերը ունի։ Ամենավատ հնարավոր իրավիճակը կարծում եմ այն է, ինչ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, այն է, որ նախագահը գալիս է իշխանության, պարտվում է ընտրություններում, նրան հետապնդում են, հետապնդումը ոչնչի չի հանգեցնում եւ նա վերադառնում է իշխանության։ Կարծում եմ, որ դա ամենավատ հնարավոր իրավիճակն է։ The one that occurred in the United States, namely that a president comes to power, he loses an election, he's being prosecuted, the prosecution doesn't result in anything, and he comes back to power. That, I think, is the worst possible situation.
Yeah, so the other question I wanted to ask is about the role Մյուս հարցը, որ ուզում էի տալ, polarization in our life. այս ամերի մեջ բևեռացման դերի մասին է։ Դուք հիշատակեցիք Միացյալ Նահանգները, որտեղ հասարակությունն ավելի ու ավելի է բևեռացվել, եւ հավանաբար այն գործընթացները, որոնք դուք նոր նկարագրեցիք, նույնպես այս բևեռացման արդյունք է, երբ քաղաքական դաշտին նայում են շատ սև ու սպիտակ ակնոցներով։ Մենք նմանատիպ իրավիճակ ունենք այստեղ Հայաստանում, հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում երկրի պարտությունից հետո, ինչը բեկումնային պահ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Քաղաքական դիսկուրսը շատ բևեռացված է, քաղաքական քննարկումներում շատ բովանդակություն չկա։ Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը երկիրը վաճառելու մեջ, իսկ կառավարությունը մեղադրում է ընդդիմությանը օտար երկրյա գործակալ լինելու մեջ եւ նման բաներ։ Ու դա շատ քիչ տարածություն է թողնում երկրում բովանդակային քաղաքական դիսկուրսի համար։ Որոնք են այն լուծումները, որոնք թույլ կտան հաղթահարել այս խնդիրները եւ հասնել այն իրավիճակին, երբ իշխանությունները կարող են պարտվել ընտրություններում ու չբախվել ծանր հետևանքների։ Facing dire consequences. Polarization is something which I think we still don't quite understand. Բևեռացումը մի բան է, որը կարծում եմ մենք դեռ լիովին չենք հասկանում։ Եվ դեռ լիովին չենք հասկանում, քանի որ մեծ բանավեճեր կան այն մասին, արդյոք քաղաքական գործիչներն են այն ստեղծում, թե քաղաքական գործիչներն միայն արտացոլում են այն։ Որն է պատճառը եւ որն է հետևանքը։ Բայց գիտեք, ավելի ընդհանուր առմամբ ես որոշ չափով թերահավատ եմ այն թեզի վերաբերյալ, որ բևեռացումը սպառնալիք է ժողովրդավարության համար։ Երևույթն անհերքելի է եւ համաշխարհային է։ Այն արկա է Հայաստանում, արկա է Միացյալ Նահանգներում, արկա է Արևմտյան Եվրոպայի մեծ մասում, արկա է Լատինական Ամերիկայի մեծ մասում։ Բայց ժողովրդավարությունը վտանգված չէ այս երկրներից շատերում։ Այն վտանգված է Միացյալ Նահանգներում, բայց վտանգված չէ Արևմտյան Եվրոպայում։ Այսպիսով, բևեռացման դերը հեշտ չէ սահմանել։ Ես կարծում եմ, որ կարևորն այն է, որ թե իշխող կուսակցությունը, թե ընդդիմությունը հավատան, որ ընտրությունների արդյունքում խաղադրույքները շատ բարձր չեն։ Եթե նրանք հավատան, որ որևէ ուժ ընտրություններում հաղթելուց հետո պատրաստվում է իրականացնել փոփոխություններ, որոնք խոր ազդեցություն կունենան մարդկանց կյանքի վրա, թե սոցիալական, թե տնտեսական եւ թե մշակութային առումով, եթե նրանք հավատան, որ այդ ուժի իշխանության գալու դեպքում այն ընդդիմությանը հաղթելու հնարավորություն չի տա, ապա խաղադրույքները հսկայական են եւ դուք կունենաք հակամարտություն։ Բայց քանի դեռ մարդիկ, նույնիսկ եթե նրանք բևեռացված են, քանի դեռ ակնկալում են, որ եկող կառավարությունը մեծ ցնցումներ չի բերի եւ որ նրանք իրենց հնարավորությունը կունենան ապագայում, կարծում եմ ժողովրդավարությունը կգոյատևի։ And that they will have their chance in the future. I think democracy survives. Unfortunately, I'm not sure whether that's the case with Armenia. Ցավոք, ես վստահ չեմ, որ դա այդպես է Հայաստանի դեպքում, քանի որ թե իշխող ուժը, թե ընդդիմությունը շատ ագրեսիվ ռետորաբանություն են կիրառում միմյանց նկատմամբ, ինչպես նաև որոշակի սպառնալիքներ։ Բայց ես կցանկանայի անդրադառնալ ավելի գլոբալ գործընթացներին։ Ես լսում էի ձեր վերջին ելույթներից կամ դասախոսություններից մեկը, եւ դուք կասկածի տակ էիք դնում ժողովրդավարության գլոբալ հետընթացի միտումը։ Դուք ասում էիք, որ այո, իհարկե, կան երկրներ, որտեղ տեղի են ունենում որոշ բացասական փոփոխություններ, բայց ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ լուրջ խնդիրների չի բախվում գլոբալ առումով։ Կարող եք մի փոքր մանրամասնել այդ մասին։ One of the things which I think people misled about is Հարցերից մեկը, որում մարդիկ կարծում եմ մոլորեցված են, տարբերությունն է մեզ համար անընդունելի քաղաքական ուժերի, ասենք Արևմտյան Եվրոպայում ծայրահեղաչերի, ընտրական առաջընթացի կամ նույնիսկ այդ կուսակցությունների ընտրական հաղթանակների եւ ժողովրդավարության սպառնալիքների միջև։ Երևույթներից մեկը, որն ինձ զարմացնում է, այն է, որ Արևմտյան Եվրոպայում, Շվեդիայում, Ավստրիայում, Իտալիայում կուսակցությունները, որոնք բացահայտ ֆաշիստական արմատներ ունեն, կուսակցությունները, որոնք քսենոֆոբ են, ռասիստական, ցանկանում են լինել ռեպրեսիվ, գալիս են իշխանության, կամ որպես կոալիցիաների մաս, կամ ինչպես օրինակ Իտալիայում գերիշխում են կոալիցիայում։ Նրանք իրականացնում են իրենց քաղաքականություններից որոշները, բայց չեն խաթարում ժողովրդավարությունը։ Նրանք չեն ձեռնարկում քայլեր, որոնք խախտում են ժողովրդավարական հիմնարար նորմերը։
Արգենտինայում նախագահ Միլեյը, ով ցանկանում է հեղափոխություն իրականացնել պետության եւ հասարակության հարաբերություններում, պետության եւ հասարակության դերերի մեջ, այնքան խորը, որքան նախագահ Թրամփը, նա պարտվեց մասնակի ընտրություններում եւ ասաց. «Դե մենք պարտվեցինք ընտրություններում։ Մենք դրանից դաս կքաղենք, մենք կհաղթենք հաջորդում»։ Եվ նա իրականում հաղթեց հաջորդում։ Այսպիսով ես կարծում եմ, որ ժողովրդավարության համընդհանուր ճգնաժամի բացակայության պատճառը հենց դա է։ Այն է, որ այո, ինձ դուր չեկող կուսակցությունները հաղթում են ընտրություններում, բայց նրանք չեն սպառնում ժողովրդավարությանը, քանի դեռ իշխանություն են։ Եվ հետո նրանք պարտվում են։ The reason I don't think there is a generalized crisis of democracy is precisely that, namely that yes, parties I don't like win elections, but they don't threaten democracy while there, and they're going to lose. Yeah, so in your 2018 book called Why Bother with Elections, Ձեր 2018 թվականի «Ինչու պետք է կարևորել ընտրությունները» գրքում դուք փորձում եք ընթերցողին բացատրել, թե ինչու է ժողովրդավարությունը, հավանաբար գոյություն ունեցող ոչ արդյունավետ ռեժիմներից ամենաարդյունավետը։ Եվ դուք եզրահանգում եք, գրքի հիմնական եզրակացությունն այն է, որ ժողովրդավարության հիմնական գործառույթը քաղաքական տարաձայնությունների, քաղաքական հակամարտությունների հաղթահարումն է խաղաղ միջոցներով։ Վերադառնալով Հայաստանի օրինակին, մենք ունեցանք այս իրավիճակը մեր երկրում, երբ պատերազմից անմիջապես հետո կարելի է ասել կար քաղաքացիական բախման իրական սպառնալիք։ Եվ այն փաստը, որ այն հանգուցալուծվեց ժողովրդավարական ընտրությունների միջոցով, ապացուցում է ձեր տեսության ճշմարտացիությունը։ Բայց այդ ընտրություններից տարիներ անց մենք շատ զրույցներ եւ տեսակետներ ենք լսում այն մասին, որ ընտրությունները ոչ միայն ներքին գործընթաց է։ Արտաքին միջամտության հիբրիդային սպառնալիքների դերը այժմ շատ թեժ թեմա է աշխարհի այս հատվածում։ Այսպիսով դուք կարծում եք, որ երկրները պետք է մշակեն ինչ-որ նոր գործիքակազմ, պաշտպանելու հակամարտությունները խաղաղ միջոցներով հաղթահարելու այս ներքին գործընթացը, որը կարող է պաշտպանել ընտրական գործընթացները արտաքին ճնշումներից եւ արտաքին միջամտություններից։ Եվ որոնք պետք է լինեն այդ գործիքները։ From external pressures and external interventions, and what should these tools be? I don't know. The question of the foreign Ես չգիտեմ։ Տարբեր երկրներում ընտրությունների անցկացմանը օտարերկրյա միջամտության հարցը հաճախ շատ մշուշոտ է, քանի որ այն հաճախ միտումնավոր թաքցվում է։ Ռուսների դերը արևմտյան Եվրոպայի ընտրություններում, օրինակ, թեժ բանավեճի առարկա է։ Ֆրանսիայում, օրինակ, որոշ շենքերի վրա հակասեմական նշաններ էին նկարվել եւ պարզվեց, որ դրանք ինչ-որ բուլղարացիներ էին, ովքեր վարձվել էին ռուսների կողմից։ Այսպիսով, այդ ամենը այդքան էլ հեշտ չէ բացահայտել։ Ակնհայտորեն օտարերկրյա միջամտությունից պաշտպանվելը չափազանց կարևոր է եւ ինչ-որ չափով դա հետախուզական եւ հակահետախուզական գործակալությունների դերն է, եթե նրանք իրենք չեն ներթափանցվել, երկիրը դրանից պաշտպանել, բայց ընդհանուր առմամբ ես իսկապես հավատում եմ, որ ժողովրդավարությունը գոյատևում է, եթե պարտվողները պատրաստ են ընդունել իրենց պարտությունը, որը նրանք համարում են ժամանակավոր, իսկ հաղթողները թույլ են տալիս ընդդիմությանը հաղթել։ Ինչը նշանակում է, որ նրանք իրենց հաղթանակը համարում են ժամանակավոր։ Եվ այս հարցի հետ կապված Սամուել Հանթինգտոնը ուներ երկու փոփոխությունների կանոնը, որ եթե երկու անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել, իշխանությունից ընդդիմություն եւ հակառակը, ապա ժողովրդավարությունը գոյատևելու է։ Ես որոշ էմպիրիկ հետազոտություններ եմ կատարել դրա վերաբերյալ։ Պարզվում է, որ կախարդական թիվը 4-ն է, բայց կա միայն մեկ երկիր, որին 4 էր պետք, դա չի լիներ։ Հակառակ դեպքում երկուսը բավականին լավ կանոն է։ Այսպիսով, գիտեք, կուսակցությունը հաղթում է ընտրություններում, այդ կուսակցությունը պարտվում է ընտրություններում։ Նոր կուսակցությունը պարտվում է ընտրություններում եւ հետո բոլորը սովորում են, նրանք պարզապես սովորում են, դե մենք կարող ենք սարսափելի հակամարտություն ունենալ, մենք կարող ենք սարսափելի բևեռացված լինել, բայց այնուամենայնիվ մենք հնարավորություն ունենք։ Այսպիսով, դա կարծում եմ իսկապես կարևոր է։ Հիմա թե արդյոք դա տեղի է ունենում շատ երկրներում։ Շատ երկրներում դա տեղի չի ունենում։ Շատ երկրներում որոշ կուսակցություններ հաղթում են ընտրություններում, իսկ հետո չեն ցանկանում պարտվել։ Եվ դրան հետևում է բոլոր տեսակի ու ձևի քաղաքացիական պայքար։ Այսպիսով դրա մեջ եւս երաշխիք չկա։ Some party wins an election and then it's not willing to lose.
and civil strife in all kinds of forms ensues. So there is no guarantee in it. Yeah, and Հավանաբար իմ վերջին հարցը վերաբերում է տարբեր համակարգերին, որ համակարգերն են ավելի հակված հասնելու այդպիսի իրավիճակի, խորհրդարանականը թե նախագահականը։ Կռահում եմ, որ խորհրդարանական համակարգերում այս զրոյական վերջնարդյունքով խաղի իրավիճակը գոյություն չունի, եւ հավանաբար մարդիկ ավելի պատրաստ են ընդունել ընտրությունների արդյունքը։ willing to accept the outcome of the election. You know, I've done some systematic research on it. It's a very controversial issue because you probably know there was a famous political scientist, Juan Գիտեք, Lins. այս հարցով ես համակարգային հետազոտություն եմ կատարել։ Դա շատ հակասական հարց է։ Քանի որ դուք հավանաբար գիտեք, որ կար մի հայտնի քաղաքագետ, Խուան Լինսը, ով կարծում էր, որ ժողովրդավարությունն ավելի քիչ կայուն է նախագահական համակարգերում։ Բայց իմ հետազոտությունը եզրակացնում է, որ դա ճիշտ չէ։ Այն փաստը, որ ժողովրդավարությունները, երբ մենք հետևում ենք դրանց ավելի քիչ կայուն են նախագահական համակարգերում, հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ համակարգերը հաճախ ժառանգում են ռազմական միջամտության իրավիճակներ։ Դա պայմանավորված չէ համակարգով, եւ եթե նայեք այն դեպքերին, որոնք մենք այսօր անվանում ենք ժողովրդավարության հետընթաց, խաթարում ամբողջ աշխարհում, դուք կգտնեք դրանք նախագահական համակարգերում եւ կգտնեք խորհրդարանական համակարգերում։ Թուրքիան նախ խորհրդարանական համակարգ էր, Հունգարիան խորհրդարանական համակարգ է, Հնդկաստանը խորհրդարանական համակարգ է։ Իսկ հետո կան, գիտեք, մի քանի դեպքեր, երբ ժողովրդավարությունը խաթարվում է նախագահական համակարգերում։ Վենեսուելան, հավանաբար հիմա Միացյալ Նահանգները։ Ես իսկապես չեմ կարծում, որ դա կարևոր է։ Նախագահները սովորաբար ավելի շատ իշխանություն ունեն, քան վարչապետները, բայց երբ նրանք պարտվում են ընտրություններում, նրանք ստիպված են կառավարել ընդդիմության հետ խորհրդարանում, եւ սովորաբար նրանք պայմանավորվածություններ են կնքում։ In the parliament, and typically they make arrangements. Yeah, I like to Այո, say ես կցանկանայի ասել, որ մեր դեպքում Հայաստանում, որը խորհրդարանական հանրապետություն է, վարչապետը հավանաբար ավելի շատ լիազորություններ ունի, քան ունեցել է ցանկացած նախկին նախագահ։ Մենք անցում կատարեցինք խորհրդարանական համակարգին 2015 թվականին։ Այսպիսով, երբ վարչապետը մեծամասնություն ունի խորհրդարանում, նա հիմնականում ունի ամբողջական իշխանություն երկրում։ Բայց երևի ավարտենք այստեղ։ Պրոֆեսոր Պրժևորսկի, շնորհակալություն այս զրույցի համար եւ մաղթում եմ ձեզ հաջողություն։ and I wish you good luck. Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։